Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց թողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ալիևը Մյունխենում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններից հետո։ Ընդ որում նա կարծում է, որ Բաքուն եւ Երևանն արդեն խաղաղության են հասել Վաշինգտոնում տեղի ունեցած համաձայնությունից անմիջապես հետո, իսկ հարցի ձևական կողմը կախված է Հայաստանից։ Որքան արագ փոփոխվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ դրանից ջնջվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այնքան արագ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է Ալիևը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձին, դա կարող է դիտարկվել միայն փոխադրության սկզբունքով։ Նշել է նա։ Հայտնենք նաև, որ Ալիևը ցանկանում է, որ 100 հազարավոր ադրբեջանցիներ վերաբնակեցվեն Հայաստանում։ Մենք ունենք 100 հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել են ժամանակակից Հայաստանի տարածքից եւ ենթարկվել են էթնիկ զտումների, բայց Հայաստանի կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք պետք է այս հարցին մոտենանք փոխադարձ տեսանկյունից։ Վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է եւ իհարկե Ադրբեջանը անշուշտ կհարգի այս իրավունքը, եթե մենք ստանանք նման խնդրանք, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմել ենք Հայաստանի հետ եւ նրանք 30 տարի օկուպացրել են մեր տարածքը, մենք ակնկալում ենք նմանատիպ վերաբերմունք 100 հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ եւ հնարավորություն տալ նրանց վերադառնալ այսօրվա Հայաստանի տարածք, հայտարարել է Ալիևը։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակն ունի $1 միլիոն մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գումարը դեռ չի փոխանցվել։ Խոսքը $500,000 մասին է, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ, այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք, հայտարարել է Փաշինյանը։ Հիշեցնենք, հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են Զայեդ մրցանակի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության, երկխոսության հարաբերությունների կարգավորման եւ հակամարտության լուծման գործընթացի համար։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։ Թուրքական պարբերականը գրում է. Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել երկկողմ ցամաքային առևտուր սկսելու վերաբերյալ։ Իրավիճակին ծանոթ երկու առևտրային աղբյուրները նշել են, որ Անկարան եւ Երևանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտուր սկսելու վերաբերյալ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Երևանն ու Անկարան շարունակում են քննարկումները արդենից ձեռբերված պայմանավորվածությունները երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացման վերաբերյալ հնարավորինս շուտ իրականացնելու շուրջ։ Նշենք, Թուրքիան եւ Հայաստանը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Նրանց ընդհանուր սահմանը փակ է 1993 թվականից։ Այնուամենայնիվ 2022 թվականից երկու կողմերը սկսել են կարգավորման բանակցություններ սահմանը բացելու եւ դիվանագիտական կապեր հաստատելու նպատակով։ Նշվում է, որ որոշումը կայացվել էր որոշ ժամանակ առաջ եւ տեխնիկական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Մինչ այժմ երկու երկրների միջև ցամաքային առևտուրն իրականացվում էր Վրաստանում միջնորդ ընկերությունների միջոցով։ Այսպիսով երկկողմանի ուղիղ առևտուրը հնարավոր կլինի առանց վրաց միջնորդների ներգրավման եւ առանց փակ ցամաքային սահմանի վերաբացման։ Ըստ վիճակագրական կոմիտեի Թուրքիայի եւ Հայաստանի միջև երկկողմանի առևտուրը 2024 թվականին գերազանցել է $336 միլիոն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ տիկնոջը Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել դատական արգելքը շրջանցելու եւ Բուլղարիայում ընկերության բաժնեմասերը 23.85 միլիոն եվրոյով վաճառելու համար։ Նշված դիմումով գլխավոր դատախազությունը ի թիվս այլնի խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին եւ նրա կնոջը գրանցված Գորնաբանյա շշալցման ընկերության ՍՊ-ընկերության 98.3% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարումը։ Դատանը բավարարել էր դատախազության դիմումը արգելելով նշված ընկերության 98.3% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը։ Արցախի պետնախարարը ահազանգում է։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացին աշխատանք ունի, սակայն դրանով հազիվ սննդի հարց է կարողանում լուծել։ Ընտանիքը բռնի տեղահանվածների հվաստագրով չի կարողանում բնակարան գնել։ Տարբեր հանդիպումների ժամանակ մենք ներկայացնում ենք, որ մեր հայրենակիցները չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել, հատկապես փոքր կազմով ընտանիքները։ 2018 թվականին այսօրվա նորանշանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հադրութում հայտարարում էր, որ պետք է ունենանք հզոր Արցախ։ Փաստացի նրանց վարած քաղաքականության հետևանքով կորցրինք Արցախը եւ արցախցին էլ ապրում է այսպիսի իրավիճակում։ Իսկ այժմ նրանք փակել են իրենց կաբինետների դռները եւ չեն էլ ուզում լսել, ինչպիսի իրավիճակում են հայտնվել մեր հայրենակիցները։ Բռնի տեղահանված արցախցիների ծանր սոցիալական իրավիճակի մանրամասները տեսանյութում։
Չինաստանում 30 միլիոն մարդ ապրում է գետնի տակ, ավանդական քարանձավային տներում, որոնք արդեն 4000 տարեկան են։ Այո, սա տեղի ունենում աշխարհի ամենատեխնոլոգիական երկրներից մեկում, էլեկտրակամեքենաների, վերականգնվող էներգիայի եւ արհեստական բանականության առաջատար երկրում։ Այստեղ աղքատություն չկա, սա մեկնաբանվում է որպես ռացիոնալ մոտեցում։ Տեղացիները բացատրում են, եթե վերևում կառուցեն, հարուստները կփակեն աղքատների անրևը, իսկ ներքևում լույսը հավասարապես է բաշխվում բոլորին եւ ապահովում է հարմարավետ միկրոկլիմա, +10 աստիճան ձմռանը եւ +20 աստիճան ամռանը, առանց էլեկտրաէներգիայի։ Վարձույթն արժե ամսական ընդամենը $30, Պեկինում $600 դիմաց։ 2011 թվականին Յաոդուններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ինչպիսին կլիներ երիտասարդական պալատը, եթե այն վերակառուցվեր։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։